Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ։ Հարցերի մեծ մասը այսօր կարդում եմ վերաբերում է վարդերին եւ դա բնական է, որովհետեւ վարդը ծաղիկների թագուհին է, մեր այգիների թագուհին է եւ շատ եք հարցնում Գառնանը ինչ խնամք տանել վարդի համար, որպեսզի ծաղկի ամբողջ տարին։ Պարարտացնենք, չպարարտացնենք, սիրելիներս առաջնահերթ ստուգեք վարդերը վարակված են արդյոք վնասատուներով, թե ոչ, ապա նոր կխոսենք պարարտացման մասին։ Եվ այսպես, առաջին հայացքից վարդի բոլոր թփերն շատ գեղեցիկ են, տեսեք, ինչպես մեզ մոտ է, սիրուն աջ կա, փայլուն տերևներ, սակայն սա միայն առաջին հայացքից։ Միջև կանցնենք վնասատուների, խնդրում եմ բաժանորդագրվեք ալիքին, դրեք ձեր լայքերը, որտեղ այսօր շատ կարևոր հարցերի մասին պիտի խոսեմ եւ շատ մանրամասը բացատրեմ, ինչ անել, եթե վարդի վրա հայտնվում են վնասատուներ։ Նախ, վնասատուները հիմնականում լինում են ամենաերիտասարդ շվերի վրա։ Տեսեք, այստեղ հուլունների նման շարված սկզբից մինչև վերջ։ Վնասատուները լինում են տերևների տակ եւ դարձյալ տվյալ տարվա շուղերի ցողունների վրա։ Ուրեմն առաջնահերթ զգուշությամբ բարձրացեք ցողունները եւ տերևների տակ ստուգեք։ Եթե անգամ մեկ հատ հասուն եք տեսնում, ապա վստահաբար վարակը շատ արագ տարածվում է։ Պետք է որոշակի միջոցներ ձեռնարկել։ Իսկ հիմնականում դրանք քիմիական պայքարն է, որովհետև ահա այսպիսի վարակի դեպքում մենք տնական միջոցներով կամ շատ երկար, շատ կրկնակի, եռակի անգամ ջանքեր պիտի գործադրենք դրանցից ազատվելու համար, կամ ընդամենը 2-3 սրսկում անենք, բայց գրագետ եւ ճիշտ նյութերով, որպեսզի առողջացնենք մեր վարդերը եւ ապա մտածենք պարարտացման մասին։ Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է սրսկումից առաջ ունենալ դիմակ, ձեռնոցներ, ջրցան, իհարկե մեծ տարածքների համար մենք օգտագործում ենք ավելի մեծ մեխանիզմներ, սա ասում եմ այն մասին, եթե ունեք 1-2 թուփ։ Մեզ պետք է սովորական ջուր, պարզապես ծորակից, ոչ հավաքած, եւ իհարկե թունաքիմիկատ, որով պետք է պայքարենք միջատների դեմ։ Իսկ վարդի վնասատուները այնքան շատ են, դրանք եւ տզերն են, եւ լվիչները, եւ ցողունակերը, եւ տերևակերը, եւ ալրացողի որդը, եւ չգիտեմ, բազմաթիվ վահանակիրը, որքան վնասատու գիտեք, գրեթե բոլորն էլ սիրում են վարդ, այնպես ինչպես մենք ենք սիրում։ Եվ այսպես հագնում ենք ձեռնոցները, անհրաժեշտ է բոլոր կանոնները պահպանել, դնում ենք դիմակը, մեզ այսքան մեծ քանակի թույն բնականաբար պետք չի, որտեղ դա շատ մեծ տարածքների համար է։ Մեզ անհրաժեշտ է ընդամենը 1 միլին, տվյալ դեպքում թույնը կոչվում է կարատ, լուծել 1 լիտր ջրի մեջ եւ դրանով ցողել բույսերը, ոտքից գլուխ, ինչպես ասում են, լավ լողացնել։ Զգուշությամբ հանում ենք ներարկիչի վրայից ասեղը եւ ընդամենը 1 միլին պետք է լուծենք 1 լիտր ջրի մեջ, բայց այստեղ է նրբություն կա։ Նախ լցնում ենք ջուրը, ապա նոր թունաքիմիկատը։ Հիմա կասեք ինչ տարբերություն։ Տարբերությունն այն է, որ եթե մենք սկզբից լցում ենք թունաքիմիկատը եւ ջրի որոշակի քանակ, ապա փրփուրներ են բարձրանում եւ ջրի ճիշտ քանակը 1 լիտրը մենք դժվարանում ենք որոշել։ Իսկ տվյալ դեպքում կոնցենտրացիան պահպանելը շատ կարեւոր է։ Միայն մասնագետի թույլտվությամբ կարելի է առաջին սրսկումը անել, մի փոքր ավել, ենթադրենք 1.5 միլին լուծել 1 լիտր ջրի մեջ։ Եվ այսպես լուծում ենք թույնը, փակում ենք ջրցանը, ներարկիչներ փակում ենք, որպեսզի հետագայում օգտագործենք, որովհետև այս վիճակում կարող եք մութ տեղում պահել շատ երկար եւ կրկնակի, եռակի ցողել բույսերը։ Իսկ դա խիստ անհրաժեշտ է, որովհետև մեկ անգամով մենք չենք կարող ազատվել վնասատուներից։ Հիմա տեսեք, եթե վնասատուների համար մենք անպայման նայում ենք, ինչպես արդեն ասացի, եւ ցողունի վրա, տեսեք, զգուշությամբ բոլոր տերևները ստուգում եմ, եւ տերևների տակ, ապա հիվանդությունների դեպքում մենք կարող ենք այն միանգամից որոշել տերևից, քիչ անց ես ցույց կտամ ինչպես։
Ինձ հաճախ տեսեք այստեղ մենք ունենք ոչ թե վնասատու, այլ հիվանդություն, ալրացող է կոչվում սա, ալրացողը անմիջապես տերևների վրա երևում է, սա հիվանդությունն է, իսկ վնասատուների դեպքում անհրաժեշտ է ամբողջովին ստուգումները կատարել, ապա արդեն անցնել մշակման։ Ինձ հաճախորդներից մեկը հարցրեց, գտնում ենք վնասատուներին եւ սրսկում հենց յուրաքանչյուրի վրա, իհարկե չէ սիրելիներս, պարզապես լուծույթի մեծ քանակով, ինչպես ասացի, վերևից միջև ներքև, միջև ցողունի վերջ եւ նույնիսկ հողը մենք պետք է ամբողջովին սրսկենք։ Սրսկումը ավարտելուց հետո սպասում ենք 5-ից 7 օր, ապա դարձյալ կրկնում եւ այսպես 2-3 անգամ աշխատեք շատ մոտ չկանգնել տերևներին, որպեսզի հետհարված չլինի, որքան էլ որ դիմակով լինենք, բոլոր դեպքերում ցանկալի չի, որ թունաքիմիկատը ընկնի մեր մաշկի կամ ձեռքերի կամ դեմքի վրա։ Ուրեմն որոշակի հեռավորությունից լավ ցողում ենք եւ շատ կարեւոր է մի քանի հանգամանք, երբ ենք անում սրսկումը։ Նախ առավոտյան վաղ կամ երեկոյան ուշ։ Ցանկալի է, որ եղանակը լինի մի փոքր անպամած, ոչ արևի ուղիղ ճառագայթների տակ, այլ մի փոքր անպամած։ Ավարտեցինք սրսկումը, հիմա հիշենք։ Տեսեք, հաճախ հարցնում են, իսկ ինչ թունաքիմիկատ վերցնենք։ Տվյալ դեպքում կառատն է, որը օգտագործվում է եւ սենյակային բույսերի, եւ պտղատուների, եւ բանջարաբոստանային բույսերի համար։ Պարտադիր չի դուք հիշեք թունաքիմիկատների քանակը, թեպետ քիչ հետո ես ձեզ կասեմ, որոնք են հիմնականում օգտագործվում։ Դուք պետք է հիշեք վնասատուի անունը կամ կարողանաք նկարագրել։ Տեսեք, անպամած եղանակին եմ ես կատարել սրսկումը։ Ուրեմն ինչպես ասացի, պետք է հիշեք վնասատուն, եթե չեք կարող հիշել, ապա կարող եք որևէ տերև պոկել եւ տանել ցույց տալ մասնագետին։ Շատ կարեւոր է երկրորդը, որ բույսը լինի ոչ շատ չոր վիճակում, այսինքն հողը մի քիչ խոնավ լինի։ Երրորդը շատ կարեւոր է, որպեսզի դուք խիստ պահպանեք կոնցենտրացիան եւ կրկնեք վնասատուի վարակի վերացումը 2-ից 3 անգամ, որտեղ տեսակ այդ բարձր ծառերը կան, եթե մեկ հասուն անգամ գա եւ ծվադրի, ապա վարակը դարձյալ նորից կակտիվանա, հետեւապես երկրորդ, երրորդ կրկնումները անհրաժեշտ են նոր սերունդը վերացնելու համար։ Տեսնում եք արդեն մաքուր, գեղեցիկ շվերը։ Ես հատիկ ուզում եմ ցույց տալ հենց այն կոկոնները, որոնց վրա տեսեք ինչպես էին տարածված վնասատուները, ինչքան մաքուր է եւ կոկիկ։ Սա ընդամենը 5 օր է անցել առաջին սրսկումից, պատկերացնում եք, որքան ավելի լավ կլինի երկրորդ, երրորդ սրսկումից հետո։ Դե իսկ արդեն մաքուր վարդի թփերը կարող եք պարարտացնել ամիսը 2 անգամ MPK-ով։ Կհանդիպենք շուտով։ Ցտեսություն։